Թույլ տվեք հարցնել հայհոյանքը արդյոք համարում եք այլախոհություն։ Երկրորդ հարցը ասում եք, որ ամեն երկրորդ Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Ամեն երրորդը, հա։ Սաստկացրեցի փաստորեն վիճակագրությունը։ Թույլ տվեք հարցնել որևէ սոցհարցման կամ այլ հասարակական կարծիքի ստուգման տվյալներ ունեք, թե մասնավորապես ամեն երրորդը, չորրորդը կամ 10-րդը ինչ է համարում պարոն Սերժ Սարգսյանին։ Եվ երրորդ հարցը ձեր թույլտվությամբ պարոն Սարգսյանը ոդքասթի ժամանակ անդրադառնալով մասնավորապես 2019 թվականի հունիսին առաջարկված փաստաթղթին ասաց, որ այն մոտ 8-9 ամիս առաջ տեսել է, խնդրում եմ ասել, եթե տեսել է պարոն Սարգսյանը, արդյոք դուք եք տեսել եւ եթե տեսել եք, ինչու եք հապաղում այն հրապարակել։ Շնորհակալություն։ Առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ հայհոյանքը, զազրախոսությունը, սուտը, պլինտուսի մակարդակից ցածր քննարկումները բերել է քաղաքական դաշտ Նիկոլ Վովայի Փաշինյան։ Ես հայհոյանքին քաղաքական դաշտում վերաբերվում եմ բացասական, որովհետև ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ հայհոյանքի համար ընդունված էր պատասխան տալ։ Եվ առհասարակ ցանկացած խոսքի համար ընդունված էր պատասխան տալ։ Ինչը Փաշինյանի մասին մեղմ ասած չես ասի։ Նաև ես հայտարարակ բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր մասնավորապես Ալեն Սիմոնյանին, ովքեր փոխանակ հաղորդում տան իր իսկ վիրավորանքին պատասխանած տղերքին, որովհետև առաջին վիրավորանքը հրապարակային հնչեցրել է Ալեն Սիմոնյանը։ Եկեք մի հատ բոլորս միասին հասկանանք, այդ ինչքանով է դրամաբանական ինքդ վիրավորանք հնչեցնես քո Facebook-յան էջում, զբաղեցնելով ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Ստանաս դրան պատասխան, որտեղ գնաս հաղորդում ներկայացնես։ Ես դա որևէ տիրույթում չեմ կարողանում ընկալել, ոչ իրավական, ոչ բարոյական։ Ես նաև չեմ կարող հասկանալ, եթե պարոն Սիմոնյանը այդքան սիրում է հետամուտ լինել նմանօրինակ գործընթացներին, ինչի Արտուր Հովհաննիսյանի դեմ հաղորդում չի ներկայացրել։ Լավ, հասկացանք վրան չի կարողանում։ Թող գնա հաղորդում ներկայացնի։ Երբ ինքը խոստանում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ականջներ կտրել, վիզ կտրել եւ այլն եւ այլն։ Ընդ որում դեպքեր կան, որ նույն բառացի նույն արտահայտություն արած քաղաքացին հիմա քրեական գործով անցնում է, եթե չեմ սխալվում, դատական փուլում արդեն։ Բայց Արտուր Հովհաննիսյանի դեմ գործի հարուցումը մերժվել է։ Այդ դա է իմ վերաբերմունքը։ Նաև այսպես ամփոփելով, հա, Հայաստանում հայտնի է, Հայաստանի հասարակական դաշտում հայտնի է զազրախոսությամբ եւ հայհոյանքով Վարդան Ղուկասյանը դոգմա կանոնով։ Բայց ինչպես ես նշեցի, առաջինը Փաշինյանն է Հայաստանի քաղաքական դաշտ դա բերել ու ոնց որ թե Փաշինյանը դառնում է դոգ 1.0 էլի 0-ական վերսիան այդ ամեն ինչի։ Այդ առաջին հարցը։ Երկրորդ, ես շատ հարցումների եմ տիրապետում, թե հրապարակված, թե չհրապարակված։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրը անկախ իր վերաբերմունքից նախագահ Սարգսյանի նկատմամբ այդ թվականներին ապրել է ապահով երկրում։ Այդ թվականներին կարողանում էր ազատորեն գնալ Արցախ, Ղազանչեցոցում մոմ վառել։ Այդ թվականներին մեր հիմնական հասարակահաղաքական ամենալայնամասշտաբ ցույցերը էլեկտրաէներգիայի գնի հետ թանկացման հետ կապված էին, Մաշտոցի պուրակի հետ էին կապված։ Երանի ենք, չէ՞, ոնց որ տալի են ժամանակներին, երբ որ մեր երկրի հասարակական խնդիրները դրանք էին։ Այնպես որ դա է իմ ընկալմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերաբերմունքը նախագահ Սարգսյանին։ Եվ վերջին կետը թվերով լինի, հա, երևի։ Նախագահ Սարգսյանը ուղիղ մեկ շաբաթ առաջ այսօրը 7 ժամանոց ոդքասթի է մասնակցել։ Այդ ոդքասթը այսօր առավոտյան ուներ 250,000 view։ 7 ժամանոց ոդքասթ։ Եվ մի շաբաթ Հայաստանի ամբողջ հասարակական դաշտը օրակարգը
թելադրվում էր նախագահ Սարգսյանի ոդկասթին հնչեցրած մուտքերով։ Եվ եւս մեկ կարևոր ձեռքբերում, վերջապես կարողացանք կորզել Փաշինյանին, ստիպել, որպեսզի ինքը խոստանա, որ մինչև տարվա վերջ ինքը կհրապարակի բանակցային փաստաթղթերը։ Դա իհարկե հաշվի առնելով Փաշինյանի խոսքի արժեքը, տենց առանձնապես իրավիճակը չի փոխվում, բայց ամեն դեպքում գոնե խոստում կարողացել ենք կորզել։ Ես նաև 19 թվականի բանակցային փաթեթի վերաբերյալ հարցին կանդրադառնամ նաև այս տեսանկյունից, թե նամակի մասին, որի մասին խոսում է Փաշինյանը։ Ոչ 19 թվականի փաթեթը ես չեմ տեսել։ Մոտավոր բովանդակությունը, մոտավոր հիմնական շեշտադրումները գիտեմ։ Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով, որը որպես բանակցային հիմք վերցնելով, հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք։ Ինչ վերաբերվում է նամակին, ես շատ անհամբեր եմ սպասում, թե երբ Փաշինյանը եւ այդ նամակը եւ բոլոր բանակցային փաթեթները հրապարակելու, չեմ պատասխանելու, մոտավորապես կռահում եմ, պատկերացնում եմ, թե որ նամակի մասին է գնում խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ, որևէ փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության որևէ մի քաղաքացի, առավել եւս իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված լինի ամաչել։ Երբ որ նամակը հրապարակվի եւ բանակցային փաթեթը հրապարակվի, այն ժամանակ դուք իմ ասածներում կհամոզվեք։ Բայց ավարտելով 19 թվականի փաթեթը մի քանի կետով այական։ Առաջինը, որովհետև Փաշինյանը խաբում էր հայ ժողովրդին։ Ասում էր փաթեթ չկա, բանակցային թուղթ չկա։ Մի տարի հետո պարզվեց, ընդ որում էլի ոչ Հայաստանից, համանախագահ երկրներից մեկն է դա հանրայնացրեց, որ արկա է բանակցային փաստաթուղթ համարյա մի տարի է։ Եվ կա եւս մեկ կարևոր կետ։ Ինչի է ինքը մերժել այդ փաթեթը։ Մենք չենք մտնում դաշտը, թե Ադրբեջանը ընդունելու էր, չէր ընդունելու, ընդունել էր, չէր ընդունել։ Շատ էական է, որ դա երևի կարևորագույն կետերից մեկն էր բանակցային գործընթացի եւ ձախողումներից մեկի Փաշինյանի, որ ինքը հայկական կողմը դարձրեց ապակառուցողական, մինչև այդ նախապայման դրեց համանախագահների առաջ։ Հետո արեց հայտարարություններ, որոնք բանակցային գործընթացը խիստ վատ ուղով էին տանում։ Հրաժարվեց հիմնարար սկզբունքներից, սկսեց օգտագործել ինչ-որ ամորֆ եզրույթներ, արդարություն, իրավունքներ եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամենը ավարտվեց նրանով, ինչով որ ավարտվեց։ Այդ դրանով է էական հրապարակումը բոլոր բանակցային փաստաթղթերի, այդ թվում նաեւ 19 թվական